Խորհրդային միությունում այլախոհության պատմությունը ընդունված է սկսել 20-րդ դարի 60-ական թվականներից։ Բայց դա չի նշանակում, թե այդ պետությունում այլախոհություն գոյություն չի ունեցել մինչև այդ։ 60-ական թվականից մի տեսակ սկսում է դասական այլախոհությունը, բայց մինչև այդ եղած այլախոհությունները բնականաբար չէին կարող չլինել խորհրդային միությունում, ինչպես եւ ցանկացած տոտալիտար երկրում։ Տոտալիտար երկրների յուրահատկություններից մեկն էլ այն է, որ իրենց ծնունդից սկսած, առաջին հենց պահից սկսած, անկախ դրանից, թե իրանք ինչքան դաժան են, ինչքան տոտալիտար են, այլախոհությունը ծնվում է։ Այդ կարգի երկիր էր խորհրդային միությունը, բնական է խորհրդային միության ծնունդից անմիջապես հետո 17-18-20 թվականներից սկսած 20-րդ դարի այլախոհական շարժումներ կային, բայց այդ շարժումները ավելի շատ այն տարիներին արդեն կոչվում էին ոչ այլախոհական, այլ հակասովետական շարժումներ, որովհետև նրանք իրենց առաջ դրել էին սովետական միությունը քանդելու, կազմաքանդելու, ոչնչացնելու խնդիր։ Կային կազմակերպություններ, որոնք ռազմական գործողություններ էին իրականացնում այդ երկրի դեմ, մինչև երկրի հաստատում ամրապնդումը 30-ական թվականներ։ Կային կազմակերպություններ եւ մեծ կազմակերպություններ, ովքեր պատերազմական գործողություններ էին վարում այդ երկրի դեմ, ասենք Արևմտյան Ուկրաինայում պատերազմից հետո երկրորդ համաշխարհայինից, Մերձբալթյան երկրներում։ Եվ ահա այս կարգի հակախորհրդային ուժերից 60-ական թվականների դասական այլախոհներին տարբերելու համար մտցվեց տերմին, այլախոհներ կոչվեցին սրանք, ի տարբերություն մնացած բոլոր մինչև այդ եղած հակասովետականների։ Ստալինի մահից հետո երկիրը շարունակեց մնալ դիկտատորական, բայց այլախոհությունը շարունակեց բնականաբար նաև գոյություն ունենալ, որովհետև համատարած բռնություններին փոխարինելու եկավ բռնությունների մի նոր ձև, բռնությունների ենթարկել միայն նրանց, ովքեր որ երկրի բարքերի եւ կարգերի դեմ են արտահայտվում։ Ի տարբերություն Ստալինյան շրջանի, երբ բոլորն էին ենթակա դատապարտման, բռնությունների, աքսորվելու բոլորն էին ենթակա, կամայական էր դրանք, ցուցակով էր, տոկոսով էր։ Ասենք ցանկացած երկիր կամ ցանկացած հասարակարգ պետք է տար այսքան տոկոս բանտերի համար մարդ։ Եվ տալիս էին պետությունները, հանրապետությունները, այդ երկրների սովետական միության կազմի մեջ մտած ժողովուրդներից յուրաքանչյուրից ստանում էին համապատասխան քանակի մարդկանց։ Փաստաթղթերական հրապարակված են։ Ստալինից հետո սկսեցին վերանայվել որոշ դատավճիռներ, սկսեցին մարդիկ արդարացվել 50-ական թվականների վերջին 60-ական թվականներին մարդիկ սկսում էին արդեն արդարացվել, այդ մասին ֆիլմեր կան, այդ մասին գրքեր կան, սովետական նկատի ունեն ֆիլմեր եւ սովետական գրքեր։ Բայց քանի որ երկիրը շարունակում էր մնալ տոտալիտար, բնական է այլախոհությունը պետք է լիներ եւ սկսեց ծնունդ առնել, ձևավորվել, ոչ թե ծնունդ առնել, այլ եղածի հենքի վրա սկսեց ձևավորվել դասական այլախոհությունը։ Շատ քիչ հանրապետություններ կային, որոնց տարածքներում որ գործում էին այլախոհական կազմակերպություններ եւ որտեղ որ հրապարակավ հանդես էին գալիս այլախոհները, դա Մերձբալթյան 3 հանրապետություններն էին, դա Ուկրաինան էր, դա Վրաստանն էր, դա Հայաստանն էր։ Եվ Ռուսաստանում դրանք այլախոհական շարժումներն առկա էին մեծ քաղաքներում, հիմնականում Պետերբուրգ, Մոսկվա, եւ հիմնականում ոչառուսներ։ Ես չեմ ուզում այս իմ խոսքում ազգային ինչ-որ խտրականություն մտցնել, բայց ավելի շատ հрьяաներ էին լինում։ Եվ յուրաքանչյուր այլախոհական շարժում իր առաջ իր խնդիրը ուներ դրած։ Առանցին այլախոհական միավոր էր ենթադրենք Ղրիմի թաթարների շարժումը։ Ղրիմյան թաթարները իրենց առաջ ընդամենը մեկ խնդիր էին դրել՝ վերադարձ հայրենիք, Ղրիմ։ Եվ այդ խնդիրը լուծելու համար նրանք իրենց ժողովրդի լավագույն մասնիկներին բանտ են ուղարկել 60 տարի անընդհատ սովետական միության ամբողջ հետ ստալինյան շրջանում գոնե 40-50 տարի լավագույն Ղրիմի թաթարները իրենց կյանքը անց են կացրել բանտերում, որպեսզի կարողանան վերադառնալ իրենց ծնողների երկիր, հայրենիք, Ղրիմ։ Սա էր սովետական միությունը։ Մերձբալթյան այլախոհները բոլորովին այլ խնդիր էին դրել իրենց առաջ, նրանք դեռ հիշում էին իրենց երկրների անկախությունը, ընդամենը մի 5-6-10 տարի առաջ իրենց երկիրը դեռ անկախ էր, եւ յուրաքանչյուր այլախոհ գիտեր թե ինչ է ուզում։ Նա ուզում է, որ իր երկիրը շարունակի լինել անկախ։ Ուկրաինացիները իրենց խնդիրներն ունեին էլի իրենց անկախություններ, շատ մեծ։ Հрьяաները իրենց հայրենիք Պապերի երկիր վերադառնալու խնդիրն էին դնում իրենց առաջ, Իսրայել վերադառնալու խնդիրը եւ բախվում էին խորհրդային իրականության ու հայտնվում էին բանտում, Իսրայելում հայտնվելու փոխարեն։
Այդով թույլ չէին տալիս մարդկանց գնալ իրենց հայրենիք։ Իսկ մեր երկրում, Հայաստանում, այլախոհությունը մի քիչ տարբերվում էր մյուս երկրներում արկա այլախոհական շարժումներից։ Մերոնք հայերը այլախոհ էին դառնում հայրենասիրությունից դրդված։ Ոչ թե խնդիրը դրվում էր ի սկզբանե անկախ Հայաստանի, ոչ թե խնդիր էր դրվում սովետական միության կամ խորհրդային գաղափարախոսության դեմ պայքարի, ինչպես ասենք Ուկրաինայում կամ Մերձբալտիկայում, այլ սկսում էին մտածել, թե ինչու է Ղարաբաղը ոչ Հայաստանի կազմում, ինչու է Նախիջևանը Հայաստանի կազմից դուրս եւ շատ ավելի էական դերակատարում, երբ որ մարդիկ 60-ական թվականների ամենասկզբին, 50-ականների վերջին սկսեցին տեղեկանալ, որ 1915-20 թվականներին տեղի ունեցել եղեռն։ Նրանք գիտեին այդ մասին, իրենց պապերը, իրենց տատերը որփանոցներում էին մեծացել, բայց դրա իրական պատկերը, ռեալ պատկերը չէին պատկերացնում։ Եվ երբ մի փոքր ազատություն եղավ եւ նրանք կարողացան դա պատկերացնել, սկսեցին խոսել եղեռնից։ Եվ զարմանալի կարող է թվալ այսօր 21-րդ դարի առաջի տասնյակն ենք արդեն ավարտում, երիտասարդները հատկապես երևի որպես զավեշտ սա կարող են ընդունել, մարդկանց գլխավոր պահանջներից մեկը եղեռնի օրը նշելն էր։ Եղեռնի օրը նշելու համար մարդկանց հալածում էին։ Այդ օրը հիշատակելու համար մարդկանց դատապարտում էին։ Եվ հայկական առաջին 60-ական թվականների դասական այլախոհների գլխավորագույն խնդիրներից մեկը եղեռնի օրը հիշելն էր։ Նրանք կոչ էին անում թռուցիկներով, բանավոր խոսքով իրենց, գրավոր իրենց խոսքով, գաղտնի տարածելով այդ գրավոր խոսքը, որ ապրիլի 24 հարկավոր է նշել։ Եվ սովետական Հայաստանի տերմինը հատուկ եմ օգտագործում սովետական Հայաստանի իշխանությունները աշխատում էին այդ օրը մոռացության տալու համար տարաբնույթ կազմակերպել միջոցառումներ դպրոցներում, հասարակական վայրերում, ապրիլի 24-ին ենթադրենք հայտարարվում էր երիտասարդների օր կամ չգիտեմ, ասենք ծաղիկների օր, ես չգիտեմ ինչի օր, որպեսզի փոխարինվի այդ օրը մեկ ուրիշ բանով։ 63 թվականին Հայաստանում ձևավորվում է Հայ երիտասարդների միության անվամբ մի կազմակերպություն, որը չուներ ոչ կանոնադրություն, ոչ ծրագիր, դա ազատ կազմակերպություն էր, գաղտնի կազմակերպություն նաև, որտեղ ծանոթների միջոցով մարդիկ սկսում էին անդամագրվել, եւ այդ կազմակերպությունը 3-4 տարի գործեց Հայաստանում, ու այդ կազմակերպության նաև անդամների գործողությունների արդյունքում տեղի ունեցավ ցնցող մի իրադարձություն խորհրդային միության պատմության մեջ 1965 թվականի ապրիլի 24-ին հայերը դուրս եկան փողոց։ Մի բան, որ որևէ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել։ Պատկերացրեք 64 թվականին դրանից ընդամենը մի քանի ամիս առաջ, 1 տարի առաջ մաքսիմում, դատապարտում են 7 հայրենասերներ կոչված խմբակին, ժողովուրդը նրանց ձերբակալվելուց հետո նրանց անվանում էր 7 հայրենասերներ։ Դրանք այդ հայ երիտասարդների միության ակտիվ գործիչներն էին, ղեկավար կազմը 7 հոգու դատապարտում են, նրանցից մեկը բանաստեղծ, հայտնի բանաստեղծ, հետագայում Ամերիկայի ձայն մի խմբագրությունում էր աշխատում Վիգենը Բաբայան։ Վիգեն Բաբայանի մասով դատավճռում շատ հետաքրքիր դրվագ կա, շատ իմ կարծիքով հետաքրքիր։ Դատավորը շեշտում է դատավճռում, որ իսկ Վիգեն Բաբայանը այնքան զավեշտալի, այնքան մաքսիմալիստական, անիրականանալի ծրագիր էր առաջ քաշում 50,000-անոց ցույց կազմակերպել Հայաստանում, սովետական Հայաստանում ապրիլի 24-ին։ Դա դիտարկվում է որպես ֆանտազիա, որպես իրականությունից կտրված մի բան, որը պետք է ներկայացնել Վիգեն Բաբայանին որպես հոգեկան խանգարում ունեցող մարդու։ Եվ այդ դատավճռի ընթերցումից ընդամենը մի քանի ամիս անց հաջորդ տարվա ապրիլի 24-ին 50,000-ից էլ շատ ավելի շատ մարդ է դուրս գալիս Հայաստանի Հանրապետության, սովետական Հայաստանի փողոցներ եւ պահանջում է իշխանություններից, խորհրդային իշխանություններից թույլ տալ, որպեսզի հայ ժողովուրդը նշի ապրիլի 24-ը։ Տեղի ունենում հսկայական շատ մեծ բեկում մարդկանց մտածողության մեջ։ Նախ մարդիկ սկսում են հասկանալ, որ կարելի է դուրս գալ փողոց։ Դա աներևակայել էր։ Երկրորդը մարդիկ հասկանում են, որ ոչ միայն կարելի է դուրս գալ փողոց կոնկրետ պահանջով, այլև որ այդ պահանջը կարող է եւ ընկալվել, հասկացվել եւ որ ամենակարևորը ընդունվել։ Իշխանությունները վերջին հաշվով գնացին զիջման, Մոսկվան թույլ տվեց, որպեսզի Հայաստանը այդ օրը նշի եւ Եղեռնի հուշարձանը, որ հիմա ունենք, նաեւ դրա արդյունքն է։ Ոչ թե նաեւ, այլ հենց դրա արդյունքն է։
նրանք հասկացան, որ պետք է լինի մի հուշարձան, միտեղ որտեղ մարդիկ պետք է գնան եւ հիշեն իրենց զոհված նախնիներին։ Եվ այդ տարին 65 թվականը դարձավ բեկումնային, սկսեցին ձևավորվել խմբակներ, իրարից անկախ խմբակներ, դպրոցներում, բուհերում, ամենուր, հատկապես դպրոցներում։ Երիտասարդ պատանեկական խմբակներ էին ձևավորվում, որոնք պատի թերթեր էին տպում, գրում էին Եղեռնի մասին, ամեն մեկի իր տատիկի, իր պապիկի հիշողությունից ինչ-որ բաներ, մի խոսքով ձևավորվում էր մի ինչ-որ մթնոլորտ, որը ըստ էության պետության դեմ ուղղված չէր, խորհրդային կարգերի կամ խորհրդային բարքերի դեմ ուղղված չէր, խորհրդային իշխանությունների դեմ ուղղված չէր, բայց խորհրդային չէր։ 66 թվականին Երևանում, Հայաստանում փորձեցին մարդիկ կրկնել 65 թվականի ցույցը։ Դե կրկնել դա չի նշանակում, այսօրվա պես չի, որ ասենք ռադիոյով կամ հեռուստատեսությամբ մեկը հանդես է գալիս եւ ասում է, հիշում եք, անցած տարի մենք ցույց արեցինք, դուրս գանք նորից ցույցի։ Դա ծավալուն աշխատանք է, ամիսների աշխատանք։ Այսինքն պետք է սկզբից կազմակերպես ինչ-որ մարդկանց խումբ, փոքրիկ, թեկուզ մի 5 հոգով, 4 հոգով, 10 հոգով, գաղտնի տպես թռուցիկներ։ Այդ թռուցիկները կարողանաս ոչ միայն գաղտնի տպել, այլ բազմացնել։ Իսկ այդ տարիներում բազմացման այս հնարավորությունները, որ մենք ունենք, չկար։ Գրամեքենա նույնիսկ ձեռք բերելը, հայթայթելը աներևակայելի դժվարությունների հետ կապված էր։ Խանութներից չէիր կարող գնել, գնելու համար անպայման քեզ հաշվառում էին հատուկ ծառայություններում։ Այդ գրամեքենաները հաշվառված էին։ 30 օրինակից բազմացնելու համար պետք էր մի քանի ամիս աշխատանք։ Մի քանի ամիս, կամ ֆոտոեղանակով դա պետք է բազմացվեր, հիմնականում բազմացնում էին ֆոտոեղանակով, կամ պետք է տպարաններից գողանայր, տպատառեր, որը շատ բարդ էր, բոլոր տպարանները եւ տպարանների բոլոր աշխատակիցները հաշվառված էին հատուկ ազգային անվտանգության մարմիններում, նրանք բոլորը որպես կանոն կամ կհրաժարվեին օգնել կամ օգնության խնդրակի դեպքում անպայման կզեկուցեին, որտեղ որ պետք էր, եւ ահա այդ բարդությունների պարագայում մարդիկ կարողանում էին բազմացնել թռուցիկներ, տարածել այդ թռուցիկները, որ փոստարկղերում այն տարիներին գործում էին փոստարկղերը, դեռ ջարդված չէին, փոստարկղերում գցում են մարդկանց այդ թռուցիկները, որ ապրիլի 24-ին փորձենք կրկնել ենթադրենք անցած տարվա ցույցը, բայց այդ օրը մարդիկ 66 թվականի ապրիլի 24-ին քիչ մարդ է դուրս գալիս հրապարակ, համեմատաբար քիչ։ Կազմակերպիչները Հիմա չեմ ուզում անուններ շեշտել, կոնկրետ մարդիկ են, կոնկրետ հայտնի մարդիկ են, մեր հասարակությանը նույնպես հայտնի։ Չեմ ուզում շեշտել միայն մի պատճառով, որ մեկի անունը տալուց մյուսինը չես տալու, դա է խնդիրը։ Կազմակերպիչները հրապարակում են կոչարել մարդկանց, որպեսզի դուրս գան այսօրվա հանրապետության, իսկ այն տարիներին Լենինի հրապարակ, Լենինի հրապարակում կանգնած, այնտեղ եկող մարդկանց առաջարկում են, քանի որ քիչ ենք, գնանք Կոմիտասի անվան այգի, դեռ Եղեռնի հուշարձանը չկար, որպեսզի Կոմիտասի անվան այգում Կոմիտասի շիրիմի մոտ նշենք Եղեռնի օրը։ Մինչև Եղեռնի հուշարձանը Կոմիտասն էր Եղեռնի սիմվոլը։ Կարծում եմ այսօր էլ է ինքը Եղեռնի սիմվոլ, հավաքվում էին մարդիկ Կոմիտասի գերեզմանի մոտ։ Հավաքվում է ինչ-որ ոչ մեծ բազմություն Կոմիտասի գերեզմանի մոտ, սփյուռքահայ ուսանողները փորձում են երգել ինչ-որ օրհներգ, ինչ-որ երգ, մի բան, որ սովետահայ մարդիկ չէին կարող անել, որ ուղղակի չգիտեին այդ երգերը եւ չգիտեին այդ երգերի բառերը, ոստիկանները հարձակվում են եւ այդ հավաքվածներից ոմանց շատերին տանում են մեկուսարան։ Նրանք հիմնականում ուսանողներ էին, արտասահմանցի ուսանողներին տանում ազատ են արձակում, իսկ տեղաբնակներին պահում են բավականին մեծ թվով մարդկանց, շատ հայտնի մարդկանց։ Նրանց թվում եղել են այսօր շատ հայտնի լրագրողներ, շատ հայտնի պատմաբաններ, ասենք Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ այլն, տարբեր մարդիկ։ Եվ այդ մարդկանց թվում է լինում նաեւ 3 հոգի՝ Ստեփան Զատիկյանը, Շահեն Հարությունյանը եւ Հայկաց Խաչատրյանը, նկարիչ։ Եվ այս դեպքով Հայաստանում այլախոհության շարժումը բոլորովին ուրիշ ուղղություն է ստանում։ Կալանավայրում ընդամենը 15 օրվա դատապարտման են տանում այդ բոլոր մարդկանց։ Կալանավայրում Հայկաց Խաչատրյանը կարողանում է ծանոթանալ մարդկանց հետ, այդ թվում նաև Շահեն Հարությունյանի եւ Ստեփան Զատիկյանի, իսկ Շահեն Հարությունյանը դեռ իմ ասած հայ երիտասարդների միությունից էր գալիս։ Եվ Կալանավայրից դուրս գալուց հետո նրանք երեքով առաջարկություններ անում են շատերին, բայց մարդիկ հրաժարվում են այդ գաղափարը միտք ընդունելուց։ Երեքով, իմ թվարկած 3 մարդիկ հիմնում են Հայաստանի սովետական Հայաստանի պատմության մեջ կամ սովետական միության պատմության մեջ ընդհատակյա գործող ամենաերկարակյաց կազմակերպությունը ազգային միացյալ կուսակցությունը։
Ազգային միացյալ կուսակցության հիմնադրմամբ սկսվում է նոր փուլ սովետական այլախոհության, սովետահայ այլախոհության պատմության մեջ։ Նախ առաջինը դա դառնում է գաղափարական։ Ազգային միացյալ կուսակցությունը իրեն հայտարարում է հակախորհրդային կազմակերպություն։ Երկրորդը դա ստանում է գերդասական այլախոհական բնույթ։ Այսինքն բոլոր ազգային միացյալ բոլոր կուսակցության բոլոր անդամները ոչ միայն հակասովետականներ էին, այլ նրանք պայքարում էին, պետք է պայքարեին առաջին հերթին Հայաստանի անկախ հանրապետություն ստեղծելու համար, մի բան, որ աներևակայելի էր մինչև այդ, եւ պետք է իմանային, որ այդ պայքարը երկարատև է լինելու։ Կազմակերպության ծրագրի 6-րդ կետը, որպեսզի հասկանալի եւ հասու լինի յուրաքանչյուր նոր ընդունվող անդամի համար, բոլոր բառերի, բոլոր տառերը գրված էին մեծատառով։ Այդ 6-րդ կետը խոսում էր անկախ Հայաստան ստեղծելու եւ ռուսական կայսրությունից, երկիրը անվանում էր ոչ թե սովետական միություն, այլ ռուսական կայսրություն։ Եվ ռուսական կայսրությունից Հայաստանի դուրսբերման համար պետք է պայքարեր յուրաքանչյուր համագեական։ Ազգային միացյալ կուսակցությունը ոչ միայն ձևավորվեց որպես կուսակցություն, այլև անմիջապես հանդես եկավ իր օրգան Փարոստ հերթով եւ Փարոստ հռուցիկով անմիջապես տարածում էին, եւ քանի որ կազմակերպությունը կառուցված էր շատ խիստ կանոնների հիման վրա եւ հաշվի էր առնվել Հայկ Խաչատրյանը, նա էր կազմակերպության ղեկավարը, ընդհատակյա գործունեության մինչ այդ եղած հնարավոր բոլոր փորձերը եւ կարողացավ նրա գլխավորությամբ ազգային միացյալ կուսակցությունը 2 տարի անընդհատ հրապարակել իր փարոսը, աշխատել, կազմավորվել, կազմակերպվել եւ չբացահայտվել։ Մինչեւ որ դե բնական է, հսկայական էր պետանվտանգության կոմիտեի հնարավորությունները տարբեր ճանապարհներով, տարբեր ուղղություններով աշխատելով վերջին հաշվով 69 թվականին դատապարտում են այս 3 կազմակերպիչներին։ Բայց մինչև նրանց դատապարտումը նրանք կարողացել էին ստեղծել արդեն կուռ կազմակերպություն, որը պետք է գործեր եւ գործեց մինչև 1989 թվականը։ 89 թվականին վերջին ԱՄԿ-ականն վերադարձել է Աքսորավայրից եւ ԱՄԿ-ն վերածվել է արդեն ազատ գործող կազմակերպությունների։ Պարուր Հայրիկյանը ստեղծեց ազգային միացյալ կուսակցությունը, Աշոտ Նավասարդյանը Հանրապետական կուսակցությունը, Ազատ Արշակյանը քրիստոնեան դեմոկրատական միությունը, նրանք բոլորն էլ ԱՄԿ-ից եկած ճյուղեր էին եւ այդ կազմակերպությունները, որ ստեղծեցին այս դիսիդենտները նախքին այլախոհները, նրանք Հայաստանի անկախ հանրապետության առաջի տասնամյակի գլխավոր գործող ուժերն էին։ Այսինքն սրանով ուզում եմ ասել, որ ազգային միացյալ կուսակցության հետքը անկախ Հայաստանի առաջի տասնամյակում եղել է նշանակալի։ Նրանք դատապարտվում էին, ազատ էին արձակվում, գալիս էին նորից, նոր մարդկանց էին ներգրավում, նոր մարդիկ էին դատապարտվում, այսինքն անընդհատ ցիկլը կրկնվում էր տարի առ տարի։ Շատ քիչ տարիներ են եղել կամ չեն եղել տարիներ, որ ԱՄԿ գործով մարդիկ չդատապարտվեն մինչև 88 թվականը։ Նույնիսկ եթե եղել են տարիներ, որ չեն դատապարտվել, դա նշանակում է, որ այնքան լավ են աշխատել, որ չեն բացահայտվել, որ հաջորդ տարին դատապարտվելուց մի քիչ ավելի շատ են եղել դատապարտվողների թիվը։ Այսինքն միշտ է աշխատել, անընդմեջ է աշխատել այս կազմակերպությունը։ Այս կազմակերպության աշխատանքներին զուգահեռ նույն ԱՄԿ-ականների ջանքերով, կոնկրետ ԱՄԿ հիմնադիրներից մեկի Շահեն Հարությունյանի ջանքերով ստեղծվում է Հայաստանի Հելսինկյան խումբը։ 1975 թվականին Մոսկվայում արդեն ստեղծվել էր եւ գործվում էր Հելսինկյան խումբ։ Մինչև այդ 69 թվականին Մոսկվայում արդեն ստեղծվել էր եւ հրատարակվում էր ընդհատակյա եւ տարածվում էր թերթիկ, որը տեղեկատվություն էր հաղորդում աշխարհին խորհրդային միությունում այլախոհական շարժումների մասին։ Խրոնիկա էր կոչվում։ Այդ խրոնիկայի հենքի վրա 75 թվականին ստեղծվեց նախ Եվրոպայում պայմանագիրը կնքվեց, Հելսինկյան համաձայնագիրը, սովետական միությունը նույնպես իր ստորագրությունը դրեց Հելսինկյան համաձայնագրի տակ, որպես պետություն, որ պետք է հարգի մարդու իրավունքները, դա հիմք ստեղծեց կամ պատճառ առիթ հանդիսացավ, որ խորհրդային միությունում մարդիկ սկսեն պահանջել իրենց երկրից, որ եթե դուք ստորագրել եք, ապա հարգեք։ Հիշում ենք բոլորս պատմությունից արդեն Սախարովը, Յուրի Առլովը եւ այլն,
այդ պահանջ ներկայացնողներից մեկն էին Սախրովը հատկապես ակադեմիկ եւ քանի որ խորհրդային միությունը չէր պատրաստում հարգել մարդու իրավունքները ստեղծվեց 75 թվականին Մոսկվայում Հելսինկյան խումբ, որը հայտարարեց, որ ինքը հետևելու է խորհրդային միությունում մարդու իրավունքների վիճակի եւ ժամանակ առ ժամանակ հանդես է գալու հայտարարություններով, թե ինչ վիճակ է տիրում այնտեղ։ Հանգամանքների բերումով Շահեն Հարությունյանը հայտնվում է Մոսկվայում, Առլովի բնակարանում, իմանում է, որ պատրաստվում են այդ կարգի կազմակերպություններ ստեղծվել նաև այլ հանրապետություններում, Ուկրաինայում արդեն հռչակված էր, Վրաստանը պատրաստում էր հռչակել, նաև ձեռնմուխ է լինում, որպեսզի Հայաստանում ստեղծվի այս կարգի արդեն կազմակերպություն, որը ամբողջությամբ էր արդեն համապատասխանելու 20-րդ դարի վերջի հատվածի այլախոհության գաղափարներին։ Իրավապաշտպանությունը պետք է սկիզբ առներ Հայաստանում եւ այդպես էլ եղավ 75 թվականին նա աշխատեց Շահենը եւ իր ընկերները աշխատեցին այդ կազմակերպության ձևավորման վրա եւ 76-ի ապրիլին 1976 թվականի ապրիլին Մոսկվայում հայտարարվեց հայկական Հելսինկյան խմբի գոյության մասին։ Իրավապաշտպաններ ներգրավվեցին այդ կազմակերպության մեջ եւ սկսվեց ազգային միացյալ կուսակցության պայքարին զուգահեռ մեկ այլ ուղղություն, իրավապաշտպանական արդեն ուղղությունը, որը նույնպես Հայաստանում գործեց այնպես, ինչպես ամբողջ խորհրդային միությունում ամենադաժան բռնությունների պարագայում։ Ճիշտ է, անկախականներին, հակասովետականներին խիստ էին դատում, խիստ էին դատապարտում, շատ դաժան էին գտնվում նրանց նկատմամբ, թվում էր թե ավելի դաժան հնարավոր չի, բայց պարզվեց, որ իրավապաշտպանների նկատմամբ շատ ավելի դաժան են գտնվում։ Իրավապաշտպանները ենթարկվում էին ամենաաներևակայելի հալածանքների, հասավ այն վիճակին, որ բոլոր հանրապետություններում, իսկ Հելսինկյան խմբեր կային միայն Հայաստանում, Վրաստանում, Լիտվայում, Մոսկվայում եւ Ուկրաինայում։ Բոլոր հանրապետությունների եղած Հելսինկյան խմբերում աշխատող մարդիկ բոլորը դատապարտված էին արդեն։ Մնացել էին 3 Հելսինկյան խմբի ներկայացուցիչներ Մոսկվայում, ընդամենը դեռ չդատապարտված, որոնցից մեկի վրա արդեն քրեական գործեր հարուցվել եւ ընդամենը քաղաքական նկատառումներից ելնելով 83 թվականին Մոսկվայի Հելսինկյան խումբը Ելենա Բոնների գլխավորությամբ հայտարարեց, որ կազմակերպությունը դադարում է գործելուց։ Նպատակը այն չէր, որ իրենց չհետապնդեն կամ չդատեն, այլ այն էր, որ աշխարհին ցույց տան, որ սովետական միությունում հնարավոր չի մարդու իրավունքներ պաշտպանել։ Եվ ահա այդ ամենադաժան շրջանում Հայաստանի Հելսինկյան խմբի ղեկավար Էդվարդ Հարությունյանը, որ կալանավարում էր գտնվում, հենց այդ շրջանում, հենց այդ ժամանակ ազատ է արձակվում եւ անմիջապես ձեռնմուխ է լինում վերականգնել հայկական Հելսինկյան խմբի աշխատանքները, երբ որ այնտեղ փակվում էին եւ հավաքելով իմի բերելով էլի իրավապաշտպանների, որոնք գործում էին մինչ այդ իր բացակայության ժամանակ մի քիչ пассивացել էին, նորից վերականգնում է հայկական Հելսինկյան խումբը, բնականաբար շատ արագ մի քանի ամսվա ընթացքում նրանք բոլորը դատապարտվում են, այդ թվում նաեւ Էդվարդ Հարությունյանը լուսավոր կերպար, որը բանտում դաժան տառապանքների ենթարկվեց եւ զոհվեց, մահացավ իր տանը, իրան ազատ արձակեցին արդեն մահից 10 օր առաջ, 10 օր ապրեց ընդամենը ազատության մեջ, ուզում եմ ասել, թե ինչքան էին մարդիկ տարված այդ իդեաներով, այդ գաղափարներով, որ նրանց չէր կասեցնում ոչ ազատազրկումը, ոչ հիվանդությունները, օրինակ Էդվարդ Հարությունյանն արդեն հիվանդ էր, երբ երկրորդ անգամ պետք է դատապարտվեր։ Մարդիկ ունեին շատ մեծ հավատ, տարված էին մեծ այդ գաղափարներով եւ վստահ էին, որ իրենց գործը շատ ավելի կարեւոր է, քան, ասենք, իրենց առողջությունը եւ իրենց կյանքը։ Խորհրդային միությունը դեք բոլորս գիտենք, եկավ հանգեց իր բնականon վաղճանին, ստեղծվեց նոր իրավիճակ, հիմա տեսեք, ընդամենը մի 30-40 տարվա պատմության մասին է խոսքը 60-ական թվականներից մինչև 70-ական թվականներ, հա, 78-89 թվական, այդ տարիներին գործած այլախոհների թիվը, ռեալ թիվը, թե ինչքան մարդ է ներգրավված եղել այդ շարժման մեջ, այսօր հայտնի չի, ճշգրիտ թիվը։ Թվում էր, թե դա մեծ բարդություն չի, կարելի է պարզել, կարելի է, բայց արխիվները փակ են, Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության ծառայությունը հավատարիմ է մնում
այն հին KGB-ի սկզբունքներին եւ չգիտես ինչու համարում է իրեն նրանց իրավահաջորդը, սովետական միությունը չկա այլևս, սովետական KGB-ն այլևս գոյություն չունի, բայց մեր ԱԱՑ-ն շարունակում է ինչ-որ իմաստով գրել նրանց բեռը, նրանց պատասխանատվությունը անգամ, չգիտես ինչու կամավոր վերցնում են իրենց վրա եւ այսօրվա դրությամբ պարզել թե ինչքան մարդ է դատապարտվել ոչ թե մասնակցել, այլ դատապարտվել այլախոհական շարժմանը մասնակից լինելու համար դժվար է, բարդ է։ Այլախոհությունը խորհրդային Հայաստանում գրքի վրա աշխատելիս ես փորձեցի իմի բերել տարբեր ցուցակներ, տարբեր մարդկանց կամ տարբեր անհատների կամ տարբեր հրապարակված գրքերից ցուցակներ իմի բերելով, լրացնելով, մարդկանց հետ հանդիպելով, հիշողությունները մարդկանց փորփրելով, թիվը այսօր դեռևս չճշտված հասցրել եմ 168 մարդու։ 168 մարդուց, որոնց ոմանց անունները բնականաբար կրկնվում են 1, 2 կամ 3 անգամ, մարդիկ կան 3 անգամ, ասենք Նավասարդյան Աշոտը 3 անգամ է դատապարտվել, օրինակ Ազատ Արշակյանը 2 անգամ է դատապարտվել, Պարուր Հայեկյանը 2-3 անգամ է դատապարտվել։ Բազմաթիվ մարդիկ են եղել մասնակից այլախոհական շարժման, ովքեր դատապարտվել են շինչու մեղադրանքներով, քրեական հոդվածներով, խուլիգանություն, ես չգիտեմ էլ ինչ, նարկոտիկ, ամեն ինչ կազմակերպել են եւ այդ մարդկանց անուններն այսօր հայտնի չի։ Մեծ աշխատանք կա անելու այս բնակավարում, չափից ավելի մեծ աշխատանք կա անելու եւ հիմա տեսեք 20 տարի է Հայաստանի Հանրապետությունը անկախ երկիր է, թվում է հռչակել ենք մեծ ժողովրդավարական երկիր, բայց մեր բարքերով, մեր կենցաղով, մեր վերաբերմունքով, մեզ հետ ոչ համաձայն մարդկանց նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքով շատ հեռու չեն գնացել խորհրդային միությունից։ Դա է պատճառը նաեւ, որ մենք այսօր չենք կարողանում ճշտել այդ մարդկանց ցուցակները, դա է պատճառը նաև, որ մենք այսօր Հայաստանում ունենք քաղաքական հալածանքներ եւ քաղաքական հետապնդումներ, դա է պատճառը, որ մեր իշխանավորներին, եթե փորձում եք զրուցել, նրանք չեն կարողանում մինչև վերջ ճիշտ գնահատել այն երկրի պատմությունը եւ էությունը, որի գնահատականը ճշգրիտ չտալու դեպքում չես կարողանա նորմալ երկիր կառուցել։ Մենք փաստորեն լծվել ենք անկախ Հայաստանի կառուցման գործին առանց գնահատելի եւ առանց ճշգրիտ գնահատական տալու այն պատմությանը, որտեղից որ մենք գալիս ենք, այն անցյալին, որտեղից որ մենք գալիս ենք, եւ քանի որ մենք չենք կարողանում դա ճիշտ գնահատել, չենք կարողանում դրա մեջ եղած բացասականը մեր ուսերից թոթափել, թողնել անցյալում, մենք դա մեզ հետ միասին բերում ենք մեր ներկան։ Մենք արդեն ունենք անկախ պետություն։ Այն մարդիկ, ովքեր որ զբաղվում էին անկախ պետության կայացման գործով կամ պայքարել են դրա համար, ես չեմ կարծում, որ այնքան միամիտ են եղել, որ կարծել են, թե դրանով ավարտվելու է։ Դրանով պետք է սկսվի։ Հիմա մենք պետք է սկսենք, մեր երիտասարդները առավել եւս պետք է սկսեն անկախ պետության ժողովրդավարացման գործը, որը շատ ավելի բարդ է, քան անկախ պետություն ունենալը։